Սենց սարքի միջոցով, քանի որ արանքում մայթեր ունենք, այդ թելեր չեն կապում։ Այսինքն կարանք մայթերի վրա կանգնելով բաց սերմա ծածկենք դեղով, այսինքն բաց սերմա սրսկենք, որ տարածությունը մեծ անում, բան ենք անում, անպայման բաժին ենք անում, որ աշխատելը հեշտ լինի։ Այսինքն աշխատչափով այնպես ենք անում սերմի հատիկները մակերեսը փակի, հողի մակերեսը։ Այն հատվածները, որտեղ որ ծառերա, բույսերա, արանքներա ձեռքով ենք անում։ Անց եմ ասում հիմնական նպատակն է, որ համաչափ սերմը ցամբի հողի մակերեսի։ Անուտեղ ապարատի միջոցով կդեղենք, բաց սերմը, ապայման, հիշեք, բաց սերմը պետք է դեղանյութով, թույլով ողողվի, որպեսզի մրջուները չկրեն։ Մանավանդ այս սեզոնին, որ սպասում են, որ սենց բան տասի, բան ճարել։ Եթե չդեղես, մեծ մասը կրելու են տանել, խոնավություն էլ ապոլոված չեղա, բոլորը կտանեն։ Այսքան մասը լրիվ ցամեցինք, հիմա սերմը կսրսկենք, սկսենք ծածկել, այս փուլում այսքան է։ Երկու սերմը խառնեցինք, այսինքն ինչի ենք երկու սերմ խառնում, երկու տեսակ, եւ արևային աճող եւ ստվերային, խառնում ենք դավ, սարկած, խառնածես, ուղղակի ձեռքով նորից եմ ցույց տալի, որ սերմը երկու տեսակի սերմ լինելով, եթե ակտիվ լինի արևային վիճակում արևային խոտը լավ աճի, ստվերոտ տեղը լինի, ստվերոտ խոտը լավ աճի։ Երկուսն էլ համաչափ սա փորձած բան ենք ասում, էլի։ Հաճեցնում ենք, հիմա այսքան տեղը արդեն կցանենք, հերթով կնկարագրենք։